հաստատված է, հարգելի գործընկերներ, սկսում ենք մեր օրակարգում ներառված հարցերի քննարկումը եւ առաջին հարցը Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն է։ Հաղորդումը կներկայացնի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանը։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Շնորհակալ եմ Տիկին Ջուլհակյան, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի գործընկերներ, հարգելի падգամավորներ, լրագրողներ, քաղաքացիներ, չորրորդ անգամ է պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը։ Նախքան հաղորդման մանրամասներին անդրադառնալը համառոտ նշեմ, թե ինչի մասին եմ այսօր խոսելու, որպեսզի նաև քննարկման շրջանակը մեզ համար պարզ լինի։ Նախ առաջին կարևոր հանգամանքը, որը կցանկանամ ընդգծել, դա այն է, որ 25 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Գույքերի շարքում են մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ, անտառային տարածքներ։ 25 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին վճիռը։ Այս վճռի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Վարդանանց փողոցում գտնվող մեկ բնակարանի եւ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող մեկ բնակելի տան նկատմամբ։ Գույքերի ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ։ Բացի այդ, վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 50,000 եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ եւ 878 հազար դրամ։ Երկրորդ վճիռը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, ինչպես տեղյակ եք, ուժի մեջ մտավ բոլորովին վերջերս, ապրիլի 15-ին։ Օրինական ուժի մեջ մտած վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից եւ նրա կնոջից Ռոզա Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր ենթակա են բռնագանձման։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Սևակ թաղամասի 14 փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքը, այդ գույքի 90%-ը ճանաչվել է ապօրինի, գույքի նկատմամբ ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձախփուր փողոցի 29/2 հողամասը ամբողջությամբ, Ագվա բանկ բաժնետիրական ընկերության 2000 հատ բաժնետոմս, 21 թվականին Բերգլաս ՍՊ-ին տրամադրված 294,900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի 264,000 ամերիկյան դոլարի պահանջի իրավունքը, 934,000 դրամ որպես էլեկտրամոնտաժ բաց բաժնետիրական ընկերության 19 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք, 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ որպես Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, 58 միլիոն 120 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։ Հաջորդ հանգամանքը, որի մասին խոսելու եմ, նախաքննության ժամկետներն են։ Ժամկետների նվազման վերջին մի քանի տարիների